Բարև ձեզ, հիմա կքննարկենք տնայինի խնդիրները, առաջինը ով է արել, Էմիլ դու կասես, Բուժկետում աշակերտների քաշերն ու հասակները չափելիս ստացվեցին հետևյալ տվյալները. տղաների քաշերն են 45, 62, 51, 63, 57, 47, 50, 62, 71, 55, 49, 66, 60 կիլոգրամներ։ Պատկերել ստացված տվյալները ցողուն տերև աղյուսակի միջոցով։ Ես առաջին հերթին գծել եմ ցողուն տերև աղյուսակը։ այդ աղյուսակը երկու սյունակից բաղկացած աղյուսակ էր, չէ՞, հետո, Եվ քաշերն եմ գրել։ Առաջին քաշը 45, ոնց ես գրում 45-ը, 4 եմ գրել, հետո գրել քանի 4 այնտեղ կողքին թվերը։ դեղ գրում ենք 4, չէ, Հմ, այս տասնավորների սյունակն է, սա էլ միավորների, հիմա ստեղ որ 4 են գրում, 5-ը ստեղ են գրում, նշանակում է 45-ը մեր տվյալների մեջ կա։ Եկեք արանք նայենք մնացած 4-ով սկսվողները, որ այս առաջին տողը լրացնենք միանգամից։ 45-ն է, 47-ը և 49-ը, չէ՞։ Հիմա առաջին տողը ինչ կլինի, Էմիլ։ 49-ն ու 47-ն են։ Բայց այդ ոնց ենք ներկայացնում։ Գրում ենք ստորակետով 7, 9։ Այս նշանակում է, որ այս 45 թիվն է, այս 47-ը, այս է 49-ը։ Երկրորդ տողը որն է։ Ոնց 5-ը։ Քանի որ տենց ստացնենք, որ հաջորդը 5-ով սկսվողներն են, այստեղ կլինի 5, հետո 5-ով են 1, ստորակետ 7, ստորակետ 0, ստորակետ 5։ 51, 57, 50, 55, 1, 7, 0, 5, Հաջորդը 6-ով սկսվողներն են։ 62, 62, 63, 66, 60։ հիմա ոնց են գրում, 2, ստորակետ 2, ստորակետ 3, ստորակետ 6, ստորակետ 0։ այս 63-ը մոռացել ես ոնց որ ասում, Չէ ասել եմ, հա, երկուսներից հետո։ 2, 2, 3, 0, 6, 6։ Հաջորդն է 7-ով միակ սկսվողն է 71-ը։ 7-ով մենակ 71-ն է, ուրեմն, այս կլինի այի աղյուսակը, են, թողասի, լիլին, Մենք գրում ենք նույն ձևով։ Ուղղակի ես գրել եմ 14, 15, 16։ Առաջին սյունակում, առաջին քառակուսու մեջ։ Ու հերթականն չեմ գրել, ոնց որ մեծից փոքր, փոքրից մեծ։ ստեղ էլ 14-ով 14-ով սկսվողներ, 14, մինչև 16-ով սկսվողներն են, չէ, 15-ով ու 16-ով, 14, 14, 15 ու և 16։ 14-ով սկսվողները, Դրանք են 4, 7, 8 և 4 հատ 9, 144, 147, 148 և 4 հատ 149։ Ստորակետներով դնում ենք 4, 7, 8, 9, 9, 9, 9։ Ես հերթականն չեմ 144, դու աճման կարգով ես գրում, 144, հաջորդը 140, 147, 148 և 4 հատ 149։ հետո 15, 150, 2 հատ 0
2 հատ 3, Արի մի հատ ընդգծենք, թե որոնք են, հետո արդեն բան անենք։ 150, 153, հետո 150, 155, 156, վերջում մի հատ է 153։ սկզբից 150, հետո 150 նորից 0, չէ։ 153, 153, 155, 156։ Իսկ 16-ը մի հատ է, 160-ը մենակ։ Պարզեր, Այո, կես գիտեմ, որ պարզեր, մնացածին էլի պարզա, պաստորին։ Հիմա երկրորդը, Պոլզվացել զում։ Հա, ես եմ ուղղակի նոր ակաունտից եմ անում, չի հասցրել իմ Այ, ակաունտը կտես։ մտնել, այո։ Հա։ Երկրորդ խնդիրը մեզ ասում է մի քանի թվերի միջին թվաբանականը միանիշ է։ Կարող ենք պնդել, որ այդ թվերը միանիշ են։ Պատասխանը ոչ, ավելի կենցաղական դեպք բերեմ, օրինակ տղան ստացել է մի հատ 10 դասին եւ 2 հատ 2։ 10 օրինակ տնայինի համար, 2-ները պահվածքի օրինակ։ Քո օրինակն ես բերում երևի, հա։ Այո։ Եվ եթե մենք հաշվենք միջին թվաբանականը, ապա կլինի 14 բաժանած 3։ Եվ այդ թիվը միանիշ թիվ է։ Ամբողջ չէ, բայց միանիշ է։ Եթե մենք վերցնենք ուղղակի Միանիշը, մի րոպե։ Հմ? Էսի կլինի 14-րդ, էս էլ հավասար է 4,2/3։ Հա։ Միանիշ թվերը որոնք են։ Լավ, մի քիչ ձևափոխեմ օրինակը։ Երկրորդ 2-ը չգրենք, ուղղակի մի հատ 2-ով գրենք, այդ դեպքում կստացվի։ Ուղիղ միանիշ թիվ։ Հասկացար, չէ՞, միանիշ թվերը բնական թվերն են, մենք կախված Ոբշե միանիշ թվերը սրանք են 1, 2, մինչև 9, բնական թվերը։ Հա։ Երբ որ ասում ենք միանիշ թվեր, հասկանում ենք ոնց որ բնական թվերի մեջ, էլի։ Կարանք այս երկուսը սարքենք 3, տեղ դառնա 15, Այստեղ կլինի ուղղակի 5։ դառնա 5։ Այդ պատճառով պատասխանը ոչ։ Լայնքը Մի նույնիսկ րոպե, մի հատ մեկնաբան, այսինքն Հայկը մի հատ օրինակ ասեց, որտեղ բոլոր թվերը պարտադիր չի միանիշ լինեն, որտեղ ստեղ 10 կա, որը երկնիշ է։ Իսկ է դրանց միջին թվաբանականը միանիշ թիվ է։ Հետևաբար, եթե մի քանի թվերի միջին թվաբանականը միանիշ է, չենք կարող պնդենք, որ բոլոր թվերը միանիշ են։ Երկրորդը ասում է լայնքի մասին, այդ դեպքում մենք կարող ենք օգտագործել, ենթադրենք միայն եռանիշ թվեր, օրինակ 300 ու 301, լայնքը 1 է, իսկ 1-ը միանիշ թիվ է։ Ճիշտ է, 300 ու 301 որ վերցնենք, լայնքը կլինի 1, իսկ որը միանիշ է, իսկ իրանք միանիշ չեն։ Իսկ գն Գն մոդի մասին է խոսքը, կարող այդպիսի թվեր լինեն, որ լինի 10 հատ 1 ու 3 հատ 10 օրինակի համար։ 10 հատ չեմ գրի, բայց 4 հատ Հա, 1 հերիքա։ ու Հա։ մի հատ 364։ Այո։ Այս տվյալների մոդը մեկն է, միանիշ է, բայց բոլոր թվերը չի, որ միանիշ։ Այսինքն բոլոր դեպքերում չեն կարող պնդենք, որ միանիշ թվեր են մեր տվյալները։ Այսինքն մենակ մի պայման ունենալը քիչ է։ Մի հատ 3-ից ինչ որ պայմանը քիչ։ Երրորդը մայիսը օրինակ։ Խնդիրը ասում է, որ անուշը վերջին 3 ամսում իր դիտած կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերի տևողությունները րոպեներով գրի առավ աղյուսակի միջոցով հայտնի է, որ կարճամետրաժ ֆիլմերը տևում են 40 րոպե եւ ավելի,
Չէ, կներեք, կարճամետրաժ ֆիլմերը չեն գերազանցում 25 րոպեն, իսկ լիամետրաժ ֆիլմերը տևում են 40 րոպե եւ ավելի։ Առաջին հարցը, որ տեսակի աղյուսակով են ներկայացված տվյալները, մեր դեպքում ցողուն տերև աղյուսակի միջոցով։ Միշտ է ցողուն տերև աղյուսակ։ Հեն Բն ասում է ամսական միջինում քանի կարճամետրաժ ֆիլմ է դիտել Անուշը, դե եթե 0-ի դեպքում 2, 6, 5, 6, 9, 7 հա, ուրեմն այդ թվերը ուղղակի գումարում ենք իրար, նախ եկեք բան անենք, որը հավասար է 30։ մի հատ էս աղյուսակի միջոցով եկեք հասկանանք, որ կարանք շատ հեշտ տարանջատենք կարճամետրաժն ու կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերը։ Այս առաջին տողում գրված թվերը իրանք բանը չէ, միանիշ թվերի բաներն են, երբ որտեղ ստեղ 0 է։ Այսինքն ստեղ գրված կինոների ֆիլմերի երկարությունները տևողությունները փոքր է 10 րոպեից, չէ՞։ Մայիս։ Այո, Ուրեմն այս առաջին տողում բոլորը կարճամետրաժ են, չէ՞։ երկրորդ տեղում էլ միշտ կարճամետրաժ Ճիշտ է, նույն ձև ստեղ գրված է օրինակ 15, 11, 13, 10, 12, 14, սրանք են կարճամետրաժ։ Իսկ այ երրորդ տողում ոչ բոլորն են կարճամետրաժ, թե բոլորն են կարճամետրաժ։ ոչ բոլորը։ Չէ, կներեք բոլորը։ Քանի որ ստեղ կարճամետրաժը որն էր, որ 25-ից չէր գերազանցում, չէ։ Այսինքն մինչև 25 րոպեն, 25 րոպեն էլ հետը հաշված կարճամետրաժ է, իսկ դրանից բարձրները կարճամետրաժ չի։ Իսկ դե որ տեսնենք ամենամեծ թիվը 25-ն է, չէ։ Այսինքն այստեղ բոլորը էլի կարճամետրաժ են։ Այ օրինակ եթե այստեղ գրված ուներ 8, 7, արդեն այս սրանց մասին նույն բանը չէինք կարող ասենք, որտեվ սրանք 25 րոպեից շատ է լինում։ Իսկ երրորդ տողը մայիս ինչ։ Արդեն լիամետրաժներ են։ Քանի որ ստեղ բոլորը 40-ից մեծ են արդեն կլինի լիամետրաժ։ Ու նույն ձև մնացածը, չէ, որտեղ արդեն 40-ից մեծ է։ Այո։ Ահա։ Դե կարճամետրաժ ֆիլմերի ընդհանուր այդ րոպեներով, եթե չէ, կներեք րոպեներով, չէ։ Այսա եթե հաշվենք քանակը, առաջին տողում կլինի 6 հատ կարճամետրաժ ֆիլմ, երկրորդ տողում կլինի կրկին 6, իսկ երրորդում 5, 6, 6, 5, գումարը կլինի 17, իսկ 17-ը բաժանած պետք է բաժանենք 3-ի, քանի որ 3 ամսում էր ինքը այդ ամեն ինչը արել, այդ ընդհանուր կարճամետրաժ ֆիլմերը դիտել, 17-ը բաժանած 3-ի հավասար է 5.6 կլորացված։ Ճիշտ է, մեզնից հարցը ինչ էր ուզում, ասում էր ամսական միջինում քանի կարճամետրաժ ֆիլմ է նայել։ Այդ նշանակում է, որ պիտի նայենք, հասկանանք, թե ընդհանուր այդ 3 ամսում քանի կարճամետրաժ ֆիլմ է նայել ու բաժանենք ամիսների քանակի վրա։ Այսինքն կլինի 6 գումարած 6 գումարած 5 բաժանած 3 կլինի 5.2 կամ 5.6 մոտավոր, ոնց որ ասեց մայիսը, կամ 5.7, նայած ոնց են կլորացնում։ Գն մայիս
Այո։ Որքան է Դե ինչ լիամետրաժ ասաց։ ֆիլմերի միջին տևողությունը, լիամետրաժ ֆիլմերը սկսում են 4-ով ու մինչև աղյուսակի վերջը ու պետք է գումարենք 41 գումարած 46 գումարած 42 գումարած 48 գումարած 44 ու այդպես Ճիշտ է, այստեղ գնասում է որքան է լիամետրաժ ֆիլմերի միջին տևողությունը, այսինքն պիտի նայենք այդ բոլոր ֆիլմերը ամեն մեկը քանի րոպե է, այսինքն 40 օրինակ այս տողում 41, 46, 42, 48 և 44-ն են, հետո 57, 52, 50, 51, էլի 50։ Սեն շարունակ։ Ասեն պատասխանը, Լիքը թվեր ենք ստանում, եթե չեն հաշվում։ մի րոպե, սենց բոլոր թվերը դուրս ենք գրում ու հաշվում ենք այդ թվերի միջին թվաբանականը ուղղակի, որը մենք հիմա չենք անի, որտեվ ուղղակի թվաբանություն է, բայց կարաք մի հատ մայիս դու ինչ ես ստացել օրինակ, կամ դու Լիլի, 1290։ գումարը 1290, Հա։ Ու ընդհանուր 21 հատ են, բաժանում ենք 21-ի։ անկեր բաչականեմ ձայնը չէր լսում չէ ոնց որ միկրոֆոնը տանջատած է իր խոսում երևի, չենք լսում։ Դու էլ ես սենց ստացել մայիս։ ստացել է 80.625 Մի հատ ես դրանք հաշվիչով արագ ոնց է։ Նույնն է։ Սես հավասարա 61.9 921։ Լավ, ես մի ընդհանուր գումարը խոսքամ 1290 է, բայց թվերի քանակը 21 հատ չի։ այսինքն լավ Այստեղ եկեք ուրեմն թվերի քանակը 21 հատ հաշվենք։ չի, 16 Ստեղ 5 հատ, ստեղ էլի 5 հատ, Չէ, 16 հատ չի ավել։ հեսա հաշվենք։ Ստեղ 4 հատ, ստեղ 4 հատ, ստեղ 2 հատ, ստեղ մի հատ։ 5 պլյուս 5 պլյուս 4 պլյուս 4 պլյուս 2 պլյուս 1 21։ Այսինքն Լիլի ստացածը ճիշտ է, եթե Հա, գումարը ճիշտ է հաշված։ Ես ստացել եմ 61.921։ Այդ է կարաս մի հատ է կրճատը ստացվի 3/7, որը մոտավոր այս թիվն է։ Այս վարժությունից հարց կա, ուրիշ դից, եթե չկա անցնում ենք դին, հարցնում եմ մի ժամից ավելի քանի ֆիլմ է դիտել Անուշը։ Միքայել կասես։ Դիտել է 11 ֆիլմ, քանի որ 1 ժամը տևում է 60 րոպե, դրա համար այստեղ մենք հաշվում ենք, Ունեցած գումարը չէ, քանակը ընդհանուր կլինի 11 հատ։ ընդհանուր քանակը կլինի 11 ֆիլմ։ Իսկ են Ներկայացել կարճամետրաժ ֆիլմերի տևողությունների հաճախականային աղյուսակի միջոցով, այստեղ մենք դնում ենք աղյուսակ եք գծում, բաժանում ենք երկու մասի, Դա միասին եկեք անենք։ Viber, Telegram, Discord Հաճախականային աղյուսակը երկուսյունից էր բաղկացած, որ ձախ կողմում այդ տվյալներ, իսկ աջ կողմում դրանց քանակը։ Նախ միանիշները եթե նայենք, մեր երկուսը մի հատ է, չէ։ 6 5-ը մի հատ։ հետո Պիտի նայենք ուղղակի ստեղ, որ թիվը քանի հատ կա ու տենց հասկանանք։ այստեղ բոլորը մի հատ են, 6-ը 2 հատ է, հա, ուշադիր լինենք։
7 մի հատ է, 9 մի հատ։ մի հատ։ Եկեք այս աղյուսակը ստեղից շարունակեմ, որ հիմա արդեն անցնում ենք երկրորդ տողին։ 15 րոպեանոց ֆիլմը 1 հատ է, Արի աճման կարգով գնանք, որ և 10 րոպեանոց ֆիլմը 1 հատ է, 11 րոպեանոցը նույնպես 1 հատ, 12 րոպեանոցը նույնպես 1 հատ, այստեղ բոլորից մի հատի կա։ դե, Ահա, և 14 րոպեանոցը 1 հատ, 12, 13, 14, 15։ Հմ։ 21 րոպեանոցը 1 ֆիլմ է, 22 րոպեանոցը նույնպես 1 ֆիլմ է, 24 րոպեանոցը նույնպես 1 ֆիլմ է, Ու 25-ն և 25-ը 2 րոպե, 2 ֆիլմ է։ ճիշտ է։ Կլինի սենց ինչ-որ երկար աղյուսակ։ Հիմա չորրորդը նոր մարդ Ալեն։ Իսամյակի ընթացքում Թորոսից ստացած 4 գնահատականների միջին թվաբանականը 8 է, իսկ լայնքը 2։ Ինչ գնահատականներ է ստացել Թորոսը։ Դե սկզբում նայենք նրան, որ եթե իր 4 գնահատականների միջին թվաբանականը 8 է, ուրեմն այդ 4 գնահատականները իրար հետ ընդհանուր լինելու է դրանց գումարը 32, 8 անգամ 4-ը։ Ահա, ճիշտ է, եկեք ինչ-որ տառեր լինեն, այս 4 հատ գնահատականն է։ Ալենը ասում է, քանի որ միջին թվաբանականը 8 է, ուրեմն իրենց գումարը կլինի 4 անգամ 8։ Խիատենց, որտև այս հավասարությունից ստացվում է։ Այսինքն գումարը ընդհանուր կլինի 32։ Հետո մենք օգտվենք դրանից, որ դրանց լայնքը 2 է, այսինքն դրանցից ինչ-որ մեկը 1-ից 2-ով մեծ է և կարող ենք մենք այդ 2-ը հանել և այնտեղ հենց 2 տառի տեսքով գրենք, ասենք ենթադրենք, որ A պլյուս 2-ը հավասար է B, ուրեմն մենք այդ B-ից, մենք այդտեղից 2-ը կհանենք, որ A-ն և B-ն հավասարվեն և կստացվի, որ 2A պլյուս C պլյուս A պլյուս 2 պլյուս C պլյուս D-ն հավասար է 32, այսինքն 2A գումարած C գումարած D հավասար է 30։ Հետո այստեղ արդեն մենք էլ ուրիշ բան չունենք անելու և պետք է նայենք այդտեղի թվերին, նախ պետք է նայենք, որ այդտեղ դրանք գնահատականներ են, այսինքն կարող են լինել 1-ից 10 թվերը, ուրիշ թվեր չկան։ Եվ հետո մենք այդ 2A-ն տեղափոխենք արտահայտության ձախ մաս C պլյուս D-ն հավասար է 30 հանած 2A։ 2A։ Հետո այն նախ հաշվի առնենք այն փաստը, որ եթե A-ն մեծ լինի 7-ից, լինի 8 կամ 9, ուրեմն C և D-ի գումարը չի հերիքի, որ դրանք բան լինեն, արդեն դրանցից։ Արդեն C և D-ի գումարը չի բավականացնի մեր ստացված արժեքին, որովհետև դրանք պետք է լինեն փոքր 8-ից կամ 9-ից, որպեսզի կարողանանք ստանալ թիվը, իսկ եթե լինի փոքր, ուրեմն մենք լայնքը պետք է դրանցով հաշվենք և դա արդեն սխալ բան կդառնա։ Մի հատ նորից կասես, որի դեպքում։ Այք, եթե A-ն մեծ լինի 8-ից, ուրեմն մեր 30 հանած
2 անել անհավասար է 9, արի սենց նայ։ փոքր հավասար է 8-ի, ասենք անհավասար լինի 9, թեկուզ այդ օրինակում, ուրեմն C + D-ն հավասար է լինելու 12, եւ այդ դեպքում C-ն եւ D-ն պետք է լինեն արդեն շատ փոքր, ավելի փոքր թվեր, եւ եթե դրանք լինեն այդ փոքր թվերը, ուրեմն այդ լայնքը հաշվելը պետք է ուրիշ ձևով անենք։ Այսինքն եթե C-ն փոքր եղավ 7-ից, մենք պետք է այդ C-ն մեծ լինի 7-ից, իսկ եթե C-ն մեծ լինի 7-ից պետք է լինի 8, իսկ վատագույն դեպքում գումարը տալիս է 16 եւ այդպես չի ստացվում։ Ճիշտ ես ասում։ Կամ էլ ընկեր Վաչագան, կարող ենք կարճ ասել, որ եթե an լինի 7-ից մեծ, Այս դեպքում an չի կարող լինել 9, որովհետև եթե an 9-ն է, ուրեմն b-ն պետք է լինի 11, իսկ 11 լինել գնահատականը չի կարող։ Ճիշտ է, քանի որ b-ն հավասար է a + 2, ուրեմն an պիտի ամենաշատը լինի 8, որտեղ գնահատականներ են 1-ից 10 են բոլորը։ Եվ հետո նաև ասում էր մի հատ նախորդ միտքը նորից ասեմ, օրինակ եթե an 9-ի է հավասար, ստանում ենք, որ ստե տեղադրելով, ստանում ենք, որ C + D-ն ստացվում է 12, ու այս դեպքում C-ն ու D-ն, C-ից ու D-ից ինչ-որ մեկը 6-ից 7-ից փոքր թիվ է ստացվելու, հաստատ, որտև եթե երկուսն 7-ից մեծ լինեն, կամ հավասար, C + D-ն 12 չի կարող լինի, որտև 14-ից մեծ հավասար երկու հատ 7-ից մեծ թվերի գումարը 14-ից մեծ է, էլի։ Ու եթե C-ից ու D-ից ինչ-որ մեկը փոքր է 7-ից, ուրեմն լայնքը լինում է ավելի մեծ, որտև an մեծ է 8, իսկ C-ն փոքր է 7, ուրեմն լայնքը գոնե 3 է։ Այս էր սկզբում ասում։ Ստացանք, որ an 8-ից մեծ չի։ Հետո Դե հետո նաև մենք կարող ենք այստեղ օգտվել նրանից, որ եթե մենք an եւ b-ն ենք վերցրել այդպես ասած ամենամեծ եւ ամենափոքր թվերը, ուրեմն C-ն կամ պետք է հավասար լինի a կամ a + 1 կամ էլ a + 2։ Հակառակ դեպքում մեր այդ լայնքը պետք է լինի ուրիշ։ Եվ նույնը D-ի հետ էլ։ N կամ հավասար է a կամ հավասար է a + 1 կամ էլ հավասար է a + 2։ Նույնը D-ի հետ է։ Եվ եթե նաև եթե լավ դակրեք։ Նույնը D-ի համար։ Այո, նաև եթե այդ մեր դեպքում an եղավ b փոքր հավասար 6, վատագույն դեպքում մեր արժեքը լինելու է 18-ը, իսկ եթե դա 18 եւ դրանցից մեկը 6 է, մենք կարող ենք ներկայացնել կամ 8-ի 10-ի միջոցով, կամ 9-ի եւ 9-ի միջոցով, իսկ այդ դեպքում լայնքը չի կարող լինել 2, կամ լինելու է 3, կամ էլ լինելու է 4։ Հետևաբար an 6-ին հավասար եւ փոքր չէ, նաեւ պարզ դարձավ, որ an մեծ եւ հավասար չէ 8-ի, հետեւում է, որ an պետք է լինի 7։ Եթե an 7 է, ուրեմն ես վերջի մասը լավ չհասկացա, ոնց ստացար, որ 8 չի։ Տեղադրում ես 8 այ տեղը հիմա։ Դե նայեք, հիմա այդ տեղը 8 է, չէ։ Հիմա մենք են դեպքում, որ an հավասար է 8 նայել էինք, ուրեմն մեր թիվը տալու է պետք է այդ 30 - 2 an լինելու է 14, այդ դեպքում b-ն լինելու է 10, որովհետև an հավասար է b-ն հավասար է a + 2, իսկ C-ն էլ լինելու է փոքր հավասար
7-ի, դրանցից գոնե մեկը։ Իսկ այդ դեպքում էլի լայնքը մեծ է լինելու 2-ից։ Ճիշտ է, նայեք, երբ որ ունենք մի քանի թիվ, եթե ան 8 է, այս բոլոր թվերը 8-ից մեծ են կամ հավասար։ Ուրեմն կարանք պնդենք, որ իրանց միջին թվաբանականը 8-ից մեծ է։ Ալեն։ Այո, եւ այստեղ նաեւ Եթե ունենք 8-ից մեծ թվեր, 8 մի հատ 8 ունենք, մի հատ 10 ու C ու D, որոնք 8-ից մեծ են։ Այս միջին թվաբանականը ի՞նչն է։ Օրինակ, եթե ունենք 8-ը, միջին թվաբանականը մեր թվերի մեջ ինչ-որ թիվ է, թվերի միջև։ Օրինակ 8-ի ու 10-ի դեպքում միջին թվաբանականը 9 է։ Եթե այս արանքում է ինչ-որ թվեր ավելացնենք, C ու D, այս միջին թվաբանականը կարող է մի քիչ փոխվի։ Շարունակեմ։ Չէ, մի րոպե, ինչ-որ մեկի խանգարեց։ Քանի որ այս օրինակ 8-ի ու 10-ի միջին թվաբանականը 9 է, օրինակ եթե մի հատ թիվ ավելացնենք, ասենք 8.5, այս միջին թվաբանականը ինչ կլինի։ Ինչ եք կարծում։ Կմեծանա թե կփոքրանա։ Կմեծանա։ Եկեք հաշվենք, օրինակ 8-ի, 8.5-ի և 10-ի միջին թվաբանականը։ Կլինի, մի հատ նորեջ ավելացնեմ, 8 գումարած 8.5 գումարած 10, երորդ, հավասարա 26.5 բաժանած 3, ես էլ ափսոս 3-ի չի բաժանվում։ Կլինի, կգրենք 265 30-րդ ու կրճատենք մի քիչ։ Ստացվի 5-ով եթե կրճատենք 53 6-րդ, ես էլ հավասարա 8.5 Այսինքն սկզբում միջին թվաբանականը 9 էր, հետո դարձավ 8.5 մի քիչ փոքրացավ, չէ՞։ Այո, Իսկ եթե միջին թվաբանականից մեծ թիվ ավելացնենք, պիտի որ մեծանա, այդ մի հատ կարակ դրա մասին մտածեք, որ ունենք մի քանի թիվ, եթե միջին թվաբանականից մեծ թիվ ավելացնենք, միջին թվաբանականը կմեծանա ու միջին թվաբանականը կփոքրանա, եթե փոքր թիվ ավելացնենք։ Իսկ այս մեր դեպքում ունենք 4 հատ թիվ, որից մեծագույնը 10-ն է, փոքրագույնը 8-ը, իսկ C-ն ու D-ն այս իրանց միջև թվեր են։ Ստեղից կարանք ասենք, որ իրանց միջին թվաբանականը այս իրանց մեջտեղը ինչ-որ թիվ է։ Կարանք ասենք, որ հաստատ 8-ից մեծ է ու 10-ից փոքր։ Ուրեմն եթե անհավասար է 8, միջին թվաբանականը 8-ից մեծ է լինում։ Էս էր, չէ՞ ասում Ալեն։ այո, ուղղակի մի քիչ ուրիշ ձև, բայց հիմա շարունակեմ։ Հա, Դե մենք ստացանք, որ ան հավասար է 7-ի, հետևում է, որ B-ն էլ հավասար է 6-ը լինելու։ հավասար չի։ Ինչ։
Իսկ 6-ի խի հավասար չի։ Որովհետև մենք այդ 6-ին փոքր հավասար դեպք նայել ենք, այդտեղ վատագույն դեպքում տալու է 18, իսկ 18-ը կարող ենք ներկայացնել 2-9-ի դեպքում կամ 10-ի և 8-ի, իսկ տվյալ դեպքում էլ այդ լայնքերը լինելու է 3 և 4։ Եթե անհավասար է 6, օրինակ, ստանում ենք, որ C plus D-ն հավասար է 30 մինուս 2 անգամ 6, ստեղից։ Այսինքն C plus D-ն էլ հավասար է 18, դե այդտեղ դրանցից մեկը մեծ է լինելու 8-ից։ Ճիշտ է, իսկ B-ն էլ այս դեպքում կլինի 8, այսինքն C plus D-ն 18-ից փոքր է, Այո, որտև C-ն ու D-ն 8-ից փոքր հավասար են, որտև B-ն մեծագույնն է մեր թվերի։ Ուրեմն անհավասար է 7։ անհավասար է 7-ի, դե եթե անհավասար է 7-ի, B-ն էլ հավասար է լինելու 9-ի, այսինքն C plus D-ն հավասար է այդտեղ հավասար է լինելու 30-ից հանած 7 հանած 9, դա էլ 14-ն է, 16-ն է։ 16-ը, 30-ից հանած 14 կլինի 16։ Մի րոպե։ բայց 9-ի ու 7-ի գումարը 16։ Ճիշտ է, ես սխալ էի արել։ Բայց 32-ից էինք անում, չէ՞։ Մենք 30-ից անում ենք 2 անգամ A, այսինքն 2 անգամ 7։ Այսինքն դա 16 է։ Ահա։ Դե եթե C plus D-ն էլ 16 է, մենք այստեղ մի դեպք չենք ունենում, կարող է C-ն հավասար լինի D, հավասար լինի 8, և C-ն հավասար է 7, D-ն հավասար է 9, կամ էլ հակառակը։ Չէ, երկուսն էլ 8-ն է, ճիշտ պատասխանը։ Դե ես շուտվանից էի հաշվել, որտև 7 գումարած 8 գումարած 8 գումարած 9 հարաբերած 4-ին հավասար կլինի 32-ը հարաբերած 4-ի, որն էլ հավասար է 8։ Ստացանք 3 դեպք, շուտ 2 դեպք, մեկը սա է, մյուսը 7 plus 7 plus 9 plus 9։ Երկու դեպքն է հնարավոր է։ Պարզեր այս խնդիրը, Լիլի։ Այո, Ես էլ չէ հնարավոր, ոնց որ չէ պարտադիր չի, որ մենակ, այսինքն մի հատ պատասխան գտնելը ուղղակի հերիք չէ, էլի պիտի բոլոր դեպքերը գտնեք։ Ալենը տենց համարյա բոլոր դեպքերը բացառեց։ Շուտ բոլոր դեպքերը բացառեց ու տենց տարբեր դեպքեր նայելով։ Լավ, եկեք հաջորդը անցնենք, հաջորդ խնդիրը։ Ով է ուզում ասի։ Էմիլ, քո ձեռքն է բարձրացրած։ Այս մեկը չեմ կարողացել։ Լարի իրար հետ անենք, օրինական Կարդեք տվյալների երկու հավաքածու այնպես, որ մոդերը լինեն հավասար, իսկ առաջինի միջին թվաբանականը լինի 2 անգամ մեծ երկրորդից։ Օրինակ, արի մի հատ բան անենք, հավաքածու վերցնենք, որի մոդը 4 է օրինակ։ Մի հատ տենց հաջորդ բանը սա հավաքածու։ Օրինակ, սրա մոդը ինչ է, այս 3 թվերի 2։ Հիմա ինչ անեմ, որ 4-ը դառնա մոդ։ Պետք է 4-ը ավելի շատ քանակով լինի։ Ավելացնենք 4, մի 2 հատ։ Այո։ Կարանք, օրինակ այս հավաքածուի բանը, մոդը 4 է, չէ, իսկ միջին թվաբանականը 2 անգամ մեծ լինի երկրորդից։
Լարի սրանը հաշվենք 4 գումարած 2 գումարած 2 գումարած 4 գումարած 4 5-րդ կլինի 16 5-րդ հավասարը 3.2 մազում ենք երկրորդ հավաքածուի մեջը 4-ը լինի ամենաշատը բայց միջին թվաբանականը լինի 2 անգամ մեծ օրինակ կարանք վերցնենք էլի 3 հատ 4 2-ի փոխարեն 4 2-ի փոխարեն էլի 4 Ընկեր Վաչագան, այո կարող եմ մի հատ բան առաջարկել։ ոչ կարանք արի բան անենք Էմիլ օրինակ վերցնենք այս նույն հավաքածուն այս վերջի երկուսը մեծացնենք ասենք եթե վերջի երկուսի տեղը 100 գրենք մեր միջին թվաբանականը կմեծանա իսկ մոդը կմնա նույնը չէ այո մենք ուզում ենք այնց թիվ գրենք արի քանի որ չգիտենք ինչ է թող լինի x որ այդ միջին թվաբանականը լինի 6.4 չէ 2 անգամ մեծ հիմա դրա համար ինչ պիտի լինի 4 գումարած 4 գումարած 4 գումարած 2 գումարած x-ը բաժանած 5-ը լինի 6.4 չէ x-ը հավասար է 14 գումարած x-ը հավասար է 64 անգամ 5 6.4 անգամ 5-ն է 32-ն է x-ը ստեղից ստանում ենք հավասար է 32-ից ցանց 14 կարելի էր ավելի բարձրանել օրինակ վերցնել օրինակ եթե 4-եր վերցնես մենակ սրանց համ մոդն է 4 համ միջին թվաբանականը չէ դա արի վերցնենք մի հատ այնց 2 հատ 4 վերցնենք ու նենց թիվ վերցնենք որ միջին թվաբանականը լինի 8 Հետո այսինքն պիտի ես երրորդ թիվը նենց լինի որ 4 + 4 գումարած x-ը լինի 24 կլինի x-ը 16 չէ այս 24-ը պարզավ ոնց ստացվեց 8 անգամ 3 3 հատ թիվ ունենք միջին թվաբանականը ուզում ենք լինի 8 կարող է սենց բաներ առաջարկում Հայկ Չէ, լրիվ ուրիշ բան է առաջարկում էի գրենք 2 հատ 0 հետո ինչ որ թիվ ու ինչ որ թիվ որ 3 անգամ մեծ է այն մեր գրած թվից օրինակ 002 ու 006 օրինակի համար 2 անգամ օրինակ 004 է դեպքում 002 004 004 ճիշտ է Սրա մոդերն երկուսն է 0 է, սրա միջին թվաբանականը 2/3 է, ստեղ 4/3 է, ուրեմն կստացվի։ Հեն, Հայկ, դու ասա։ Հա, այստեղ էլ եմ որոշել օգտագործել 0-ները, լայնքը հեշտ սարքելու համար։ Դրա համար առաջինում գրում ենք հենց առաջին անդամը 0 Ուզում ենք միջինները լինեն հավասար իսկ մեկի լայնքը 10-ով մեծ լինի մյուսի լայնքից Հավաքածուն ոնց ես սկզբից դնենք 0 և հիմա ընտրենք այն ամենամեծ անդամը ենթադրենք 20-ը 20-ը լինելու է մեր ամենամեծ անդամը ուրեմն երկրորդ բազմության մեջ, երկրորդ շարքի մեջ, առաջին անդամը լինելու է 0, իսկ ամենամեծը 30։
Հիմա ինչ հատկություն մենք գիտենք, որ եթե այդ թվերը հաջորդական տանենք, ապա հաջորդական ունենք 1, 2, 3, 4 կամ 0, 2, 4, ապա նրանց միջին թվաբանականը հավասար է լինելու նրանց մեդիանին։ Արի առանց մեդիանի։ Մեդիանով եմ լուծել։ Դե լավ, արի սենց անենք ուրեմն։ Օրինակ սրա միջին թվաբանականը ինչ է, 10-ն է, չէ՞։ Այո, Լայնքերի հարցը լուծել ենք արդեն։ այո։ Սրա միջին թվաբանականը, որպեսզի 10 լինի, ինչ թիվ ավելացնենք։ Հիմա մեզ մոտ 15 է, մի հատ էլ 0, հա։ Մի հատ էլ 0 որ ավելացնենք, կլինի 3 հատ թիվ, գումարը 30, ստեղ կլինի միջին թվաբանականը 10։ Այո։ Բոլոր պայմանները պահպանված են։ Գն ունենան միևնույն լայնքը ու միջին թվաբանականը, բայց մոդերը լինեն տարբեր։ Ես եմ ասում։ Արեք արել ես այս մեկը։ Ոչ։ Ինչու։ Այն պատճառով, որ ես պարզապես մոռացել էի, որ այսօրվա համար տնայնում էի։ Հա, լավ, ափսոս։ Իսկ լավ Հայկ, ոնց որ մենակ դու ես արել, ասա։ Դե սկսում ենք միանգամից լայնքի ու միջին թվաբանականի հարցերը ես միշտ լուծում եմ 0-ով, դնենք 0-ները։ Մի հատ 0, Այո, եւ երկրորդում էլ դնենք մի հատ 0։ Եթե լանքերը նույնն են, ուրեմն նաեւ ամենամեծ անդամները նույնպես նույնն են։ Դնենք 30 օրինակ։ Նաեւ խոսքը գնում է միջին թվաբանականի մասին։ Այստեղ մենք տեսնում ենք, որ միջին թվաբանականը 15 է, ուղղակի մի հատ էլ 0 կավելացնենք։ Առաջինում։ Ապա այստեղ կլինի միջին թվաբանականը 10, այն տարբեր մոդեր այստեղ կլինի 10 եւ այստեղ պետք է սարքենք, որ մոդը նույնպես լինի 10։ Մենք միջին թվաբանականը լինի 10, մենք 2 թվով կանենք տենց, որ լինի 10։ Մի վարքան։ Մի հատ 10 կգրենք, մի հատ էլ 0 կողքից։ Ճիշտ, որ մոդը տարբեր է, չէ՞։ Երկու հատ 5 կգրենք 30-ի կողքը։ Այստեղ կլինի 40 բաժանած 4 եւ լայնքը նույնպես նույնը կլինի։ Տղալ 30 բաժանած 3։ Այո։ Իսկ լայնքը նույնպես նույնն է։ Միջին թվաբանականները կլինեն նույնն է։ Լայնքը նույնպես նույնն է, իսկ մոդերը տարբեր։ Այո։ Կարելի է վերցնել օրինակ ստեղ 0.30, 0.30, սրա միջին թվաբանականը 15 է, ստեղ էլ է, չէ 15։ Այո։ Հիմա որ ստեղ մի քանի հատ 15 ավելացնեմ, միջին թվաբանականը իրականում չի փոխվի։ Այո։ Ու մոդը կփոխվի, բայց Այո։ օրինակ եթե մի քանի հատ թվեր ունեք, իրանց միջին թվաբանականը սա է, այդ եթե միջին թվաբանական հավասար թվեր ավելացնեք, միջին թվաբանականը չի փոխվի, որտեվ որ մի հատ գրեք կհամոզվեք, էլի, այդ ձեզ տնային։ Այսինքն են նախորդ ասածս, որ մեծ թիվ ավելացնեք կմեծանա, փոքր թիվ ավելացնեք կփոքրանա, ու եթե հավասար թիվ ավելացնեք կմնա նույնը։ Ունենան միևնույն լայնքն ու միջին թվաբանականը, սակայն դրանցից մեկն ունենա մոդ, մյուսը ոչ։ Դա նշանակում է, որ չլինի անդամ, որ բոլոր անդամները հավասար լինեն։ Իրականում մի քիչ սխալ է գրած,
Դե Ոնց որ մենք ասում ենք ցանկացած տվյալ մոդ ունի, ուղղակի ինչ որ դեպք, օրինակ, եթե սենց թվերը ունենք, բոլորից մի հատ է, ստեղ մոդը ոնց որ բոլոր թվերն են, ու տենց ինչ որ անիմաստ բան է, այս դեպքում մոդը, ու ոնց որ կարող է այդ իմաստով աստ է գրած, բայց եկեք ուրեմն էսի չանենք, որտեվ մենք սենց բան չենք սահմանել, երբ մոդ չկա տվյալների մեջ։ Մա 6-րդը անուգն նախորդ դասին արել էինք, բնով է արել, մայիս, մենակ մայիսն է ձեռք բարձրացրել, էդ էլ կարող եմ մոռացել այջացնի ձեռքը։ Այո։ Ասում է x եւ y փոփոխականները փոխարինեք բնական թվերով այնպես, որ տվյալների առաջին եւ երկրորդ հավաքածուների նշած վիճակագրության պարամետրերը համընկնեն։ Դե նախորդ ժամին 5x-ը 6-0 ու -1-ը արել էինք, b-ն ասեմ, թե հենց անել B-ն x, -x եւ x ու -4 պետք է համապատասխանեն միջին թվաբանականը եւ լայնքը։ Դե երկրորդ հավաքածուում միջին թվաբանականը հավասար է 1-ին։ Ճիշտ է, որտեվ 3 -x գումարը, x-ը ինչ է լինի, այս գումարը 1 է, իսկ մյուս դեպքում Իքիցանած ինչ որ x գումարած x-ը միշտ էլ լինելու է միջին թվաբանականը 1, պետք է ուշադրություն դարձնենք լայնքին, դե լայնքը մեր դեպքում երկրորդ հավաքածուում 6-ից հանած -4, այսինքն 10։ ճիշտ է, լայնքը հավասար է 6-ից հանած -4, այսինքն 10։ X-ը վերցրել եմ 5, կլինի 3 -5, 5, լայնքը կլինի 10, երկրորդում էլ լայնքը կլինի 10, դե միջին թվաբանականներն են համընկնում են։ Ճիշտ է։ Եկեք այս թվերը մի հատ թվային ուղի վրա պատկերենք, տենց ավելի լավ կերևա։ Երկրորդ հավաքածուն, ստեղ -4-ն է, ստեղ 6-ն է, լայնքը 10 է, միջին թվաբանականն է 1-ն է, իրանց մեջտեղն է։ Եթե երկու թիվ ունենք, միջին թվաբանականը իրանց միջնակետն է, սենց ասած։ Իսկ առաջին հավաքածուն 3-ն է, եկեք 0-ը նշենք ուղղակի, որտև ունենք x ու -x, կնորինակ ստեղ x-ն է, ստեղ -x-ն է, այս 0-ն սենց եկեք նշենք, որտև կամ լավ 0-ն արդեն պետք չի, որ չշփոթենք հանգարց մեր տվյալների հետ։ Պարզ է, որ ստեղ միջին թվաբանականները հավասար են, մնում է լայնքը հավասարացնենք իրար։ Երկու դեպք է հնարավոր, вообще։ Այս եթե x-ը շատ մեծ է, լայնքը կլինի սա, չէ, x-ից ու -x-ից հեռավորությունը։ Ճիշտ է, մայիս։ Այո։ Այսինքն կլինի, իսկ այս սրա հեռավորությունը 2x է, Խիա 2x, որտև եթե 0-ից նայենք հեռավորությունը այսքանը x է, այսքանն էլ է x, ընդհանուր կլինի 2x, այսինքն 2x-ը հավասար է 10, ուրեմն x-ը հավասար է 5։ Բայց նաև կարող սենց լիներ, եթե x-ը 0-ի ու 3-ի արանքում լինի,
մեր լայնքը կլիներ ոչ թե x-ից մինուս x, այլ 3-ից մինուս x։ Բայց քանի որ սենց անում ենք, ստանում ենք, որ x-ը 3-ից աջ անկած, ուրեմն լայնքը կլինի հենց x-ից մինուս x։ Then Եվա այս արել ես։ Ալեն, Դե քանի որ սկզբում ես նայել եմ սրանց միջին թվաբանականների հավասարումը, եթե 1-ի, x-ի և 5-ի միջին թվաբանականը հավասար է 2-ի, 1-ի, 3-ի և 5-ի միջին թվաբանականին, ուրեմն 1 պլուս x պլուս 5 երորդը հավասար է 2 պլուս 1 պլուս 3 պլուս x պլուս 5 բաժանած 5-ի։ պլուս ոչ թե 3 պլուս x, այլ 2 պլուս 1 գումարած 3x գումարած 5 բաժանած 4։ Լավ, ոչինչ, տենց կասեմ։ Հետո այստեղ կբազմապատկենք ընդհանուր արտադրյալով դրանք, կբազմապատկենք 12-ով, որպեսզի այդ կոտորակներից մենք ազատվենք։ Կդառնա 4 անգամ x գումարած 5, x գումարած 5 գումարած 1, այսինքն հենց 6, հավասար է 3 անգամ 2-ին գումարած 1, այսինքն հենց 11, գումարած 8 գումարած 3x։ Դե հետո այստեղ կբացենք փակագծերը, 24 պլուս 4x-ը հավասար է 24 պլուս 3x։ Դե պլուս 9x, 24-ը այստեղ կհանենք, կստացվի, որ 4x հավասար է 9x, դե դա էլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ x-ը հավասար լինի 0։ Ստեղից կստանանք Դե 5 ուրիշ տարբերակ չկա։ 0, ուրեմն x-ը հավասար է 0։ Այստեղ կարող ենք մենք նույնիսկ հաջորդ տվյալը չօգտագործելով դա իմանալ, ուրիշ տարբերակ չկա։ Դե լայնքն էլ է Որ այստեղ։ x-ը 0 է, Հա։ հիմա պիտի ստուգենք լայնքերը 3x-ն էլ ա հավասար 0, են թե չէ։ 5-ից հանած 0-ն էլ հավասար է 5-ից հանած 0։ Ճիշտ է ստացվում։ 5։ Առաջին դեպքում լայնքը 5 է, երկրորդ դեպքում էլի լայնքը 5 է, այսինքն 0-ն բավարարում է։ Այո։ Իսկ եթե լայնքերը լիներ տարբեր, կստացվեր, որ այս բանը, այդ Լուծում վարժությունը պատասխան չունի, լուծում չունի, այսինքն։ Այո։ Հաջորդն էլ ես ասեմ։ Ասա 5x և y առակուսի պլուս 1, y պլուս 3։ Դե այստեղ էլի կանենք նույն ձևով, x պլուս 5 երկրորդը հավասար է Այստեղ մի րոպե, միջին բավանականը և մոդը։ Այստեղ կանենք էլի նույն բաները, x պլուս 5 երկրորդը հավասար է y քառակուսի պլուս 1 պլուս y պլուս 3 երկրորդ, այստեղ հայտարարը երկու տեղերում ընդհանուր է և կարող ենք այդ երկուսը հանել։ Ստացվում է, որ 5 պլուս x-ը հավասար է y քառակուսի պլուս y պլուս 4։ Հետո այդ 4-ը կհանենք, կստացվի, որ x պլուս 1-ը հավասար է y քառակուսի պլուս y։ Դե հետո մենք այստեղ պետք է նայենք այդ մոդերին, որ եթե մոդը երկուսի մոտ էլ նույնն է, ուրեմն այդ երկու թվերն էլ այդ երկու թվերը պետք է լինեն իրար հավասար, 5-ը պետք է հավասար լինի x-ի, հակառակ դեպքում մենք այստեղ մոդ չենք կարող ունենալ։ Ոչ թե չեն կարող ունենալ, այլ մոդը կլինի, օրինակ 5 ու 7 եթե լինի, մոդը կլինի 5 ու 7, հենց։ Հա։ Մոդը ինչն էր, n թվերն էին, օրինակ 5, 5, 5, 6 ու 3, 3, 3։
Աշուտ, եթե այս վերջի 3-ը ջնջեմ, մոդը կլիներ 5-ը։ Հա, Բայց եթե նենց ա, որ այդ ամենաշատը հանդիպողները մի քանի թվերն են, օրինակ այս դեպքում 5-ն ու 3-ը, ուրեմն մոդը մեր մոտ 5 ու 3-ն է։ 5-ը ու 3-ը, էլի, երկու թվեր են մոդը։ Մանույնձև, եթե x-ը 5-ի հավասար չի, ուրեմն մոդը 5-ն է ու x-ը։ մոդը 5-ն է ու x-ը։ Բայց Հա, հիշ պարտադիր չի, որ բոլոր x-երը գտնենք, որտև ասում է ինչ-որ թվերով փոխարինեք, եթե x-ը տեղադրում ենք 5 ու ստացվում է, ուրեմն կարանք անենք, ոչ մի բան, որ դե եկեք այդպես անենք, ստացվում է, որ x 5-ին գումարած 1-ը հավասար է y քառակուսի պլյուս y, այս հավասարումը լուծելու համար y ընդհանուր կհանենք, y անգամ y պլյուս 1, դե այդտեղ պետք է գտնենք 6-ի հաջորդական արտադրիչներ, դա 2-ը և 3-ն է, 2 անգամ 3 հավասար է 6, այսինքն y հավասար է 2, y պլյուս 1-ն էլ 3, ստացվեց այս տարբերակը։ y-ը 2, ստեղից ստացանք, որ միջինները էլի նույնն են, հիմա պետքա ստուգենք մոդերը նույնն են, թե չէ, որ Դե այդ ստուգենք, երկու թվերն էլ իրար հավասար են, այսինքն դրանց մոդը մոդը կլինի 2-ի քառակուսի պլյուս 1 ու 2 գումարած 3, այո, ես կլինի երկուսի 5, այդ երկուսն էլ 5 են, այնտեղ էլ է 5, 5-եր են, ուրեմն մոդն էլ է ճիշտ ստացվում։ այսինքն x-ը 5, y-ը 2 այս դեպքում, Այո, զնել ես ասեմ։ Լիլի զնարել ես, Ես դա չեմ հասցրել գրեմ գետիլը։ լավ թող ասել հրանտ, այսօր պասիվ ես ոնց որ, լավ ես զնել թող հայկը ասի, գոնե գիտենք, Զն իհարկե։ Առաջին հավաքածուն 10 x եւ y, երկրորդը 2x, y գումարած 20, y գումարած 20, x մինուս y։ Համընկնում են մի լայնքը րոպե, եւ մի հատ 2x, y գումարած 20, y գումարած 20, և x հանած y, համընկնում են լայնքը եւ մոդը։ Ես ինչ եմ նկատել։ Առաջին հավաքածուում անդամները 3-ն են, ինչը դա նշանակում, որ գոնե երկու անդամ կրկնվում են։ Դա նշանակում է, որ կամ x-ն է հավասար y-ին, կամ x-ը հավասար է 10, կամ էլ y-ն է հավասար 10։ Խի են կրկնվում, որտև Թվերը ստեղ 3-ն են, կրկնվող կա, ու եթե ստեղ կրկնվող կա, x-ն ու y-ն էլ բնական թվեր են, չէ, այս երկուսը իրար հավասար չեն, հաստատ, ուրեմն y գումարած 20-ն է ստեղի մոդը, մի հատ թիվ է այսինքն, ուրեմն ստեղ էլ պիտի մի հատ թիվ լինի, այսինքն այս 3-ից ինչ-որ երկուսը իրար հավասար են, Ավելին ասեմ, y-ը չի կարող լինել մոդը, որովհետև երկրորդ հավաքածուի մոդը y գումարած 20-ն է, լինում է y-ը հավասար է y գումարած 20, որը միշտ սխալ է։ ճիշտ է, Ուրեմն կրկնվող անդամները, ուրեմն x-ը հավասար է 10-ը, դրանից հետևում է։ Հիմա վերադառնանք լայնքին։ Եթե մենք գիտենք, որ x-ը 10 է, ապա եթե y-ը 10, ապա մենք ունենք երկու տարբերակ։ Երբ որ y-ը մեծ է 10-ից, կամ էլ փոքր է 10-ից։
Դիտարկենք այն տարբերակը, երբ որ y-ը փոքր է 10-ից սկզբից։ Եթե y-ը փոքր է 10-ից, ապա երկրորդ հավաքվածուի մոդը ամենամեծը հնարավոր է լինի 29։ Մոդը Այո, երկրորդի։ այո։ Ամենամեծ հնարավոր տարբերակը 20-ը, որովհետև ենթադրում ենք, որ y-ը 9 է, ուրեմն 20 գումարած 9 հավասար է 29, ուրեմն մոդը 29 է։ Երկրորդ հավաքածուի։ Այսինքն եթե y-ը փոքր է 10, ուրեմն y գումարած 20-ը փոքր է 30։ Այո։ Սակայն մենք ունենք նաև այն տվյալը, որ y գումարած 20-ը հավասար է 10-ի։ Իսկ մենք պնդել ենք, որ y-ը փոքր է 10-ից, ուրեմն ինչ-որ թիվ, որը փոքր է 10-ից եւ բնական է, գումարած 20 պիտի հավասար լինի 10 եւ այդ բանը անհնար է։ Ճիշտ, այստեղից ստանում ենք, որ y-ը հավասար է -10, բայց -10-ը բնական չի։ Դրանից հետևում է, որ y-ը մեծ է 10-ից։ Բայց մի հատ հիմա հարց։ Հավասար Մենք ուզում ենք, որ մոդերը հավասար լինեն, չէ՞։ Այո։ Հիմա եթե x-ը հավասար է 10, ուրեմն այստեղ մոդը հավասար է 10, եկեք մոդը m-ն է, մոդը հավասար է 10, չէ՞։ Եթե մոդը հավասար է 10, ուրեմն y պլյուս 20-ը հավասար է 10, չէ՞։ Ուրեմն y-ը -10 է, չէ՞։ Ուրեմն y-ը պիտի լինի -10, այսինքն այս դեպքում լուծում չկա։ Տենց ինչ-որ երկարացնում էիր լուծումը, բայց վերջում մեկը երևի էլի նույն բանն էիր օգտագործելու։ Հիմա 7-րդը, Միքայել։ Աննան, Արմենը, Նունեն ու Արան պատկերեցին իրենց անունների առաջին տառերը ցույց տվող հիստոգրամ։ Ինչ տեսք ունի այն, ինչ տեսք կունենա նրանց անունների վերջին տառերը ցույց տվող հիստոգրամը։ Մենք այստեղ նկատում ենք, որ իրենց անունների առաջին տառերը, 3-ի առաջին տառերը սկսվում են I-ով, իսկ մեկը N-ով։ Այսինքն մենք գծում ենք մեր հիստոգրամը, ներքև մասում տեղադրում ենք A և N տառերը և վերևում, քանի որ A տառը 3 անգամ է կրկնվում, նշանակում ենք 3 թիվը, իսկ N տառը կրկնվում է 1 անգամ և փոքր գծիկներ տալիս։ Այսինքն հիստոգրամ կլինի, չէ՞։ Իսկ նրանց անունների վերջին տառերը ցույց տվող հիստոգրամը, քանի որ մենք նկատում ենք, որ նրանց անուններից 3-ը վերջանում են N տառով, իսկ մեկը Ը տառով, դրանից էլ հետևեց, որ մենք Աննա անունը որով է վերջանում, որ տառով է վերջանում։ Հա, վայ, Ա տառով է վերջանում։ Այս որոշյալ բան, էդի հետո կանցնեք, երևի հայոց լեզվից, հոդ է կոչվում ոնց էր թե, ոնց որ անունը այսքանն է, էլի, Աննա, Արմեն, Նունե և Արա։ Ուրեմն այստեղ երկուսը վերջանում են Ա տառով, իսկ երկուսը Ն տառով։ Իրապե, Նունեն Ե տառով է վերջանում, Արմենը Ն-ով։ Ն տառով։ Կլինի երկու, չէ։ Երկու, Են և Ն-ն 1։ Պարզ էր։ Հիմա 8-րդը,
Վերջի խնդիրը տնայինի։ Էմիլ արել ես այս մեկը։ Այո։ Դա ասա։ Գիտաժողովի մասնակցել են 79 գիտնական, տարբեր երկրներից, հիստոգրամում պատկերված է, թե քանի մասնակից կար յուրաքանչյուր քաղաքի, քանի գիտնական է մասնակցում գիտաժողովին Հայաստանից։ Հայաստանից, Երևանից մասնակցում են 12 հոգի, իսկ Վանաձորից 3 հոգի։ Գումարում ենք, ստացվում է 15 հոգի մասնակցել են Հայաստանում։ Ճիշտ է, 2 քաղաք կա հայկական, 12 գումարած 3 կլինի 15։ Բան, Մասնակիցների, որ մասն է Թեհրանից 5 հոգի էին։ ճիշտ է, ստեղ նկատում ենք, որ այսպես գալիս է ստեղ, ու միակ թիվը այդտեղ 5-ն է, որ կարա լինի։ Հետո որ մասը այդ ինչ է նշանակում։ Օրինակ, ոնց որ պիտի հաշվենք ընդհանուր քանի մարդ կա ու բաժանենք դրա վրա, կստացվի էդի որ մասն է։ Դե ընդհանուր 79 բաժանում ենք 5-ի։ Չէ, հակառակը։ Լինի 5/70, այսինքն կստացվի 5/79 մասը Թեհրանից է։ Չէ, օրինակ 1/3 մաս, 2/3 մաս, տենց ստեղ սենց այսքան մասը Թեհրանից է։ Գրեն, Հիստոգրամով ներկայացրեք յուրաքանչյուր երկրներից մասնակիցների թիվը։ Նախ գծում ենք հիստոգրամ։ հետո Հայաստանից 15 հոգի էին։ արի գրենք մի հատ այն երկրները, որ կան ընդհանրապես։ Սկզբում այդ որոշենք, հետո օրինակ Հայաստանից, չէ։ Էլ ինչ երկիր կա։ Վրաստան, Անգլիա, Մեծ Բրիտանիա եկեք գրենք։ Ֆրանսիա, ԱՄՆ, լավ, քանի որ տեղ չի անում, եկեք այս 4 հատի համար անենք, այն 2 հատն է նույն ձև կլինի էլի։ Հայաստանից հասկացնենք, որ 15 հոգի կար։ Այսինքն մի հատ սենց սյունակ։ Վրաստանից 16 հոգի, որ քաղաքներն են, Թբիլիսի, Թեհրան, չէ, Թեհրանը էդի Իրանի մայրաքաղաքն է, Պարսկաստանի, նենց որ Վրաստանից մենակ բանն է, 11 հոգի, այդ 11 հոգի, ճիշտ է, հաջորդը Մեծ Բրիտանիա, ստեի Լոնդոնից 14 հոգի, մեկ է Լիոնն էլ է, նույնպես այնտեղից դառնում։ Լիոնը Ֆրանսիայում է, Դի պիտի Փարիզի հետ կպցնես։ Ու Ռուսաստանը մենակ Մոսկվան էր մեր մոտ, 7 հոգի, 8 հոգի։ Մնացածն էլ Նյու Յորքի, ուղղակ ձեր մոտ։ Փարիզից, Ամենանշանավորը Ֆրանսիան դուրս եկավ։ Որտեվ աստորեն 7 հոգի։ 17 հոգի Ֆրանսիայից։ Հարց կար ես վարժությունից։ Ոչ։ Ամենահավես վարժություններ երևի։